Եվ այսօր աղետը, որ տեղ ունեցավ Արցախում, միայն այդ օրակարգը սպասարկելու համար էր։ Երկու կայսերական խոսույթ, թուրքական խոսույթ, տվեք հայերին 20 տարի և իրենք պատրաստ կլինեն հաջորդ կոտորածին։ Ես չգիտեմ Երևանը բետոնապատող և կառուցապատող լավ փողատեր տղեկը գիտեն այս խոսույթի մասին, կայսերական, սուլթանական։ Ինչ է սա նշանակում, երբ որ կոտորում ես 20 տարի հետո հայ իր ձեռներեցության, իր ունակությունների շնորհիվ կարողանում է վերականգնել կորուստը, նորից կյանքը վերագործարկել։ Դա նշանակում է, որ նա ունի արդեն դրամ պահած, նա ունի ունեցվածք, որը ամեն պահի կարող է քոնը լինել։ Սա թուրքական մոդելն էր, հայկական հանրույթի նկատմամբ։ Տվեք հայերին 20 տարի, իրենք պատրաստ կլինեն հաջորդ կոտորածին։ Մյուս կայսերական խոսույթը հնչեցվում է համարյա ամեն օր։ Մոսկվայից միշտ հնչեցում է հետևյալ ձևակերպում. Ռուսաստանում ավելի շատ հայ կա, քան Հայաստանի Հանրապետությունում։ Ինչու է դա ասում։ Առաջին մակարդակը, սպառնակ չէ, դա մեսիջը, դա ազդակ է, որ մենք ամեն պահի կարող ենք և լուծարել որպես պետականություն, որովհետև դուք ավելի շատ եք մեր տարածքում, բարեկեցիկ եք ապրում մեր տարածքում, հարուստ եք մեր տարածքում, ինչու չպետք է Ռուսաստանը զոհաբերի ձեր շահերը այն փոքրացավալ տարածքում, որտեղ ավելի քիչ հայ կա, քան Ռուսաստանում։ Սրա մյուս կցորդ հայտարարությունը կապված է լեզվի, ռուսական լեզվի, ռուսերենի ճնշումների հետ կապված ինչ-որ բաներով, որը ասվում է որպես հերթապահ հայտարարություն։ Սա էլ նույն մշակույթից է գալիս, որովհետև պարբերաբար եղել է այդ լեզվի ռուսերեն կրթելու, հայկական դպրոցը փակելու այդ պայքարը միշտ եղել է։ Եվ ամենացնցող դրվագը դա 1903 թվականի համատարած համազգային ընդվզումն էր կաթողիկոսի մակարդակով, սպանությունների շարք, ռուս զինվորականների, կազակների և այլն, պատժիչ գործողություններ, այն ժամանակ պետականություն չունեցող ազգը կարողանում էր պատժիչ գործողություններ իրականացնել և ստիպեցին, որպեսզի ցարը հետ վերցնի, չէ՞։ 2 տարի հետո հետ վերցրեց, բայց կայսրությունները պատժում են։ Նման գործողությունները իրականացնելու դեպքում դու անպատիժ չես կարող մնալ, դրա համար օգտագործվեց հայ թաթարական բախումները։ Մոդելը հասկացաք, եթե դու անկախություն էիր ուզում, Ղարաբաղ էիր ուզում և գնում էիր ընդդեմ արդեն խաղի կանոնների կայսերական, ապա քեզ պատժելու են։ Պատժիչ գործողությունը հենց դա էր 44-օրյա պատերազմն էր, որովհետև որոշում կայացնողները Կրեմլում դա այն նույն մշակույթը կրողն են խորհրդային, որոնց համար պարտությունն է դիտվում խորհրդային միության փլուզումը։ Մենք այդ հոգեբանությունը չփորձեցինք հասկանալ։ Իրենք հիմա լավ ֆինանսական ռեսուրսների են տիրապետում, մեծ ունեցվածքի տեր են, բայց իրենց համար դեռևս խորհրդային միության փլուզումը պարտություն է դիտվում, ռազմավարական, ստրատեգիական, հոգեբանական։ Ուրեմն պատճառներ փնտրելու գործում կայսրությունները շատ լավ են, իրանք պետք է միշտ փնտրեն մեղավորներ, եւ մենք ընկանք այդ մեղավորների ցուցակի մեջ, որովհետեւ մենք սկսեցինք, չէ, Ղարաբաղյան շարժում, մենք էինք, որ փորձեցինք խորհրդային օրենքներին համաձայն անկախություն։ Ուղղակի մեր բախտը բերեց 91 թվականին, որովհետև Կոլցո օպերացիան, որը միտված էր լիովին մաքրագործելու, հայաթափանելու Արցախը, հայտնի Գեկաչեպի պատմությունը, որ տեղի ունեցավ, այն չիրագործվեց։ Այն կիրագործվի 2020-ից 23 թվականների ընթացքում։ Այն ինչ տեղի ունեցավ Արցախում, դա Կոլցո օպերացիայի շարունակություն, տրամաբանական շարունակությունն էր։